Սա եզակի դեպք է երևի այս աշխարհի վրա։ Թող իմանա տիկինը, որ սենց գալով խունջիկ-մունջիկ գալով, սենց համբուրվելով, ողջագուրվելով, մուսի-պուսի անելով չի կաշկավորվի մեր ժողովրդի վիճակը։ Մենք շատ լավ հասկանում ենք ինչ է տեղի ունենում։ Ինքը չգիտի ֆոն դեր Լայենը։ Ինքը շատ լավ գիտի։ Ինքը շատ լավ գիտի, դա իրեն դուր է գալիս, դա իրեն ձեռնտու է։ Դա իրենց քաղաքական ճաշակն է, իրենք այդպես են ուզում։ Որովհետև իրենք էլ կատարում են մեկ այլ երկրի պատվեր, որպեսզի իրենք առաջացնեն մեր բարեկամ երկրների մեջ խանդ, լարվածություն եւ այլ կարգի իրավիճակներ։ Թեկուզ Ռուսաստանին, ես ոչ մի երկրի ներկայացուցիչ չեմ, ոչ մի երկրի համար որևէ ինչ-որ քարոզարշավ չեմ իրականացնում, բայց ես տեսնում եմ, որ կամաց մենք գնում ենք թշկացման։ Տիկին Ռուզանա, հիմա այս տեսանյութի տակ ԿՊ-ի աջակիցները կգրեն, որ դուք ուղղորդված եք, սադրիչ եք, ձեզ ուղղորդել են Պուտինի ագենտ, մնացած բաները։ Ես գիտեմ, ես վստահ եմ, ես ինչ ուզում են գրեն, նախ ես ոչ մեկի գրածը բանի տեղ չեմ տնում, չեմ էլ կարդում ընդհանրապես, որովհետև գիտեմ, որ նիկոլական զոմբիները բոլորը կարող են հայհոյանք գրել, վատ բաներ գրել, ասել, որ ինքը ուղարկված է, հա, սա այն կնիկն է, այն կինն է, ինքը 12 տարի նույն բանը ասում է, բանի տեղ չտնեք, ինքը իրանից դուրս խոսում է, ինքը լիրֆա, ինքը այդպես բաներ կարա գրել, թող գրել, բայց գոյություն ունի իրականություն, գոյություն են փաստեր, ճշմարտություն։ Հիմա այս մարդկանց անուններ եմ տվել, այդ մարդիկ կարան վեշկերան հեշքեն իմ ասածը, չեն կարա։ Լավ, դուք արդարադատության վերականգնումը Հայաստանում ինչպես եք պատկերացնում, ինչպես պետք է դա տեղի ունենա։ Ամբողջ ծավալով իշխանափոխություն պետք է լինի, ամբողջ ծավալով դատաիրավական համակարգը պետք է փոխվի, ղեկավարները պետք է փոխվեն, դատախազության դսի դռան նստած շնից բռնած պիտի տեղից մաքրվի։ Անգամ դռան նստած շունը կարող է հետագայում դրա մետաստազները տարածի։ Եթե որևէ մեկը մնաց այդ մարմնում, հետևաբար նույնը շարունակվելու է։ Պիտի փոփոխություն լինի ամբողջ համակարգի մեջ, որպեսզի ստացվի գոնե որոշակի չափով, չեմ ասում 100%, բայց գոնե որոշակի փոփոխություն լինի։ Սենց անհնար է ուղղակի։ Այլևս այն որ ասում են մարդու ապրելը այլևս չի գալիս այս իրավիճակից, իրոք այդ իրավիճակն է։ Ու լիքը նման հանցագործություններ։ Ինչ ճանապարհով, եթե նոր է ընտրությունները եղել եւ 2031 թվին է լինելու։ Ընտրությունները կեղծված են, ժողովուրդ ջան, բոլորը գիտեք, տեսել եք ինչ ա եղել, սա ինչ ընտրություն է, պետքա կամ նորից ընտրություն լինի, կամ պիտի Նիկոլը հեռացվի, ես չգիտեմ ինչ ճանապարհով։ Ես վստահ եմ, եթե նորից էլի ընտրություն լինի, նույն բանն է լինելու։ Իրանք էլի կեղծիքների են գնալու։ Ինչը չեն կարող նույն ճանապարհով էլի կեղծիքներ անել։ Այս կեղծիքներով ավելի շատ ձայներ կարող են։ Եթե ոչ ընտրություն։ Իշխանափոխությունը պետք է լինի այն ճանապարհով, ինչ ճանապարհով որ Նիկոլը եկավ։ Փողոցային պայքար այո, միանշանակ փողոցային պայքար է լինելու։ Այլ տարբերակ չի, բոլոր լծակները իրա ձեռքին են։ Ու այդ փողոցային պայքարով լիքը մարդկանց էին կհլը ուղարկելու բանդերը, այրունա հոսելու, ինքը դա էլ ուզում է։ Ինքը դա է սիրում, ասում է, այս ուզում այրան կետեր տեսնել։ Ինքն էր ասել, չէ՞։ Այրան համը իրեն դուր է եկել, ու իր հետ վեճներ չի, եթե այդքան զինվորներին հողնատրելու, այսօր եկել է զինվորների նկարներն է պատերի ցանում, անցումներից մաքրում ջնջում է հերոսների նկարները, պարզ չի արդեն ում մասին է խոսքը, ու հիմա եկել է եվրոպացի տիկնոջն եք բանարե, պաշտպանում եք, եկել է տեսեք, ինչ է անելու, որ խի է եկել, կարաք մի հատ ասեք, ինչի համար է եկել, ինչը պետք է փոխվի մեր համար։ Դե ասացին զինվորների նկարների հարցում, ասացին ու որկա են անում։ Հա, ճիշտ է, մաքրություն են անում, բայց կողքի գրած հայոյանքները չմաքրեցին։ Կողքի գրած ածուխով ներկած լկտի բառերը չմաքրեցին։ Ու բորկեն նորամտքերն են, որ անում են։ Անցումները մաքրությունը ու բորկի հետ կապ չունի, որ այդքան կեղտ ու չգիտեմ ինչ գաշահոտություն է տարածված անցումներում։ Դա հայրենասիրություն է եւ անցումներում միզում են այդ նկարների վրա, դա մեզ պետք չէ։ Սուտ են ասում, անցումներում ոչ մեկը չի միզում նկարների վրա։ Բոլորը հպարտությամբ ու գովասանքով են նայում ու քնում։ Դա անհնար բան է։ Իրենք ուղղակի ուզում են այդ լույսի տակ ներկայացնել, աշտարացնել իրենց արած լկտի գործողությունները։ Նորից ցավ պատճառել զինվորների ծնողներին։ Այդ ինչ մի բան է, նկարը ասենք պատին նկարածը, դրանով այդ տղային հետ եք բերելու, հա, կամ ինչ-որ բան է դա իրանից նշանակում։ Հիշատակը հարգանք է, ցույց է տրվում, որ մարդիկ չեն մոռացել իրան զինվորները այդքան բան, որ ձեր բյուջեի վրա ազդում է։ Սուտ են ասում, տես բան չկա, որ թույլտվություն չունեին խի նկարել բան ժամանակ։ Իսկ դպրոցներից, որ հանում են բանի փառքի անկյունները, այդ էլ թույլ չեն տալիս դպրոցներում, ինչ են հանում։ Պատմությունից, որ հանում են հայոց պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, դա էլ թույլ չի տալիս քաղաքապետարանը, դա ով է այդ օրենքը սահմանել, որտեղ այդ մասին նշված։ Իրանք պարզապես հենց Փաշինյանից ընտրություններից հետո ինքը ինքնակոչ վարչապետ է, ինքը չի ընտրվել, ինքը սամազվանից վարչապետ է։ Հիմա էլ այս պահին
ինչ որ կատարվում է, թե կրթության ոլորտում, թե առողջապահության, թե աշտարադատության, բոլոր ոլորտները խեղաթյուրվել են։ Բոլոր ոլորտների ղեկավարները անում են այն, որ տանեն այս երկիրը կործանման։ 300,000 ադրբեջանցիներին չենք սպասում, կարող է արդեն եկել են։ Պարտադիր չի, որ 300-ին մի անգամից մի վագոնով լցնեն բերեն։ Եկել են, կարող է քիչ-քիչ եկել են։ Ասում դրա մասին միայն ընդդիմությունն է խոսում, բայց բան չկա։ Ոչ, իրենք են ասել, Նիկոլն է ասել։ Մեկը ասում է, մեկը հերքում է, բայց եղել է չէ՞ այդ խոսակցությունը։ Հիմա այսքան շենք շինություններ են կառուցել, ում համար են կառուցել։ Տես տուն առնողները հեշտ են կանգնած Երևանում, հա։ Հələ տեսեք խեղդվում են մարդիկ։ Հələ օդի վիճակը տեսեք։ Փողոցների կեղտ ու փոսերը տեսեք։ Միակ Նիկոլը թող փողոցները վերանորոգի, հետո նոր անցումները բանանի, մաքրազարդի։ Փողոցների փոսերից մարդիկ կոտորվում են, մեքենաներ են կոտորվում։ Սարսափելի վիճակը անհնար է ծապրել, ուղղակի անհնար է։